Բարի լույս սիրելիներս, այսօր շատ կարևոր մի հարցի մասին պիտի խոսենք, արդյոք պետք է հնազանդվել իշխանություններին, թե ոչ։ Իսեր Տիրոջ հնազանդ եղեք մարդկային ամեն իշխանության, թե թագավորին, որպես գերագույն հեղինակություն ունեցող մեկի, թե կառավարիչներին, որպես նրանցից ուղարկվածների, այն բանի համար, որ նրանք չարագործներին պատժում են, իսկ օրենքը պահողներին գովում, որովհետև Աստծո կամքը այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտությունը։ Սիրելիներս, երբ Պետրոս առաքյալն այս նամակը գրում էր, ինչպես առաջին դարում, այնպես էլ այսօր 21-րդ դարում նույն հարցադրումն ունեն մարդիկ. քրիստոնյաները պետք է հնազանդվեն իշխանություններին, թե ոչ։ Այս աշխարհի վրա չկա իշխանություն, որ Աստծո թույլտվությամբ չլինի, բայց ամեն իշխանություն չէ, որ Աստծո կամքն է կատարում կամ մարդկային դրված օրենքների հետ մեկտեղ աստվածային օրենքներ են պահպանում։ Այսպիսի մի հարցադրում արեցին նաև փարիսեցիները, երբ մոտեցան մեր Փրկչին Հիսուս Քրիստոսին փորձելու, երբ հարցրեցին. արդյոք օրինավոր է կայսերը հարկ տալ, թե չտալ։ Երբ Հիսուս մետաղադրամը վերցրեց, ցույց տվեց ասելով. ում պատկերն է, երբ պատասխանեցին կայսրինը, Տերն էլ ասաց, ուրեմն գնացեք, կայսրինը տվեք կայսրին, Աստծունը Աստծուն։ Այսինքն յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր իշխանություն ունի իր օրենքները եւ կառավարման ձևերը։ Եվ մենք իբրև մարդիկ, երբ որ մենք թույլ ենք տվել կամ ընտրել ենք այդ մարդկանց մեզ ղեկավարելու, այդ օրենքները մենք պիտի պահենք։ Դա չի հակասում մեր հոգևոր աստվածային օրենքները պահելու։ Բայց երբ որ որևէ իշխանություն գնում է հակաաստվածային օրենքները հայտարարում եւ փորձում է մարդկանց ստիպել, ուրեմն քրիստոնյան ինքը առաջնային պետք է կատարի աստվածային օրենքները։ Յուրաքանչյուր պետություն իր օրենքներն ունի, եթե սրանք չեն խանգարում մեր հոգևոր աճին, մեր հավիտենական կյանքին, մենք պետք է հնազանդվենք, որովհետև տեսեք այստեղ շեշտում է Պետրոս առաքյալը, որովհետև նրանք կոչված են չարագործներին պատժելու, իսկ օրինավորներին, այն մարդիկ, ովքեր որ օրինապահ են, նրանք գովում են։ Եվ վերջապես ասում է, դուք էլ պապանձեցրեք տգիտություն ունեցող այն մարդկանց, ովքեր էին տգետները, այն անաստված մարդիկ հեթանոսները, ովքեր չգիտեին ինչ է։ Եվ ինչպես Պողոս առաքյալն ասում է Հռոմեացի նամակի մեջ, չարին չարով մի պատասխան, բարությամբ հաղթիր չարին։ Ուրեմն քրիստոնյայի կենցաղ այդ սերը, այդ համբերությունը, բարությունը, որ յուրաքանչյուր մեկի հանդեպ պիտի անի։ Եվ ինչ էր որ այս աշխարհի մեջ տեղ ունենում, նաև մեր ընտրության հարցն է։ Մենք ենք ընտրում։ Ես այս մասին շատ եմ խոսել, որ մենք երբ որ որևէ մեկին ընտրում ենք մեզ առաջնորդելու, մեզ ղեկավարելու մարդկային օրենքների համաձայն, մենք երբեք չենք նայում այդ մարդկանց բարոյական արժեքները, հոգևոր կյանքը, աստվածասիրությունը, Աստծո հանդեպ նրա ունեցած երկյուղը, այլ մենք հավատում ենք այն խոստումները, որ մեզ տալիս են։ Եթե մենք գնում ենք մարդկային խոստումների հետևից, մենք գնում ենք պարզապես մարդկային իշխանություն ունենալու, որպեսզի մեր այս երկրավոր կյանքի աշխարհային հոգսերը թեթևացնելու, մի փոքր բարվոք կյանք ունենալու համար, ուրեմն մենք շատ հաճախ նաև պիտի ենթարկվենք այն անարդարությանը, որ գալիս է Աստծո կամքը չկատարող մարդուց։ Եթե դու կատարում ես հոգևոր պայմանները Աստծո, այն օրենքներով, որ ապրում ես երկրի վրա աստվածային օրենքներով երկնքի համար, ուրեմն դու ազատ մարդ ես եւ այդ ազատության մեջ պիտի ապրես։ Եվ քեզ համար կարեւոր չէ ով է իշխանության գլուխը, այլ թե դու ինչպիսին ես իբրև քաղաքացի քո պետության հանդեպ եւ ինչպիսին ես իբրև քրիստոնյա հավատացյալ մարդ Աստծո հանդեպ։